Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Բաբայան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Բաբայան, դուք այն անձանց թվում եք եղել, ովքեր հանդիպել են ադրբեջանցիների հետ այս օրերին։ Սա այն հանդիպումների շարքն է, որը տեղի է ունեցել արդեն 2 անգամ, մեկ անգամ Երևանում, մեկ անգամ Բաքվում, սա արդեն 3-րդն է։ Ինչպիսի տպավորություն ունեք դուք։ Անկեղծ ասած, իմ համար սա առաջի հանդիպումը չէր, ես չեմ մասնակցել նախորդ 2 հանդիպումների, բայց հասարակական կազմակերպությունների քաղաքասարակության կողմից արդեն մի քանի տարի նման հանդիպումներ տեղի են ունենում եւ Թբիլիսիում եւ Բրյուսելում եւ Մոսկվայում առաջինը 21 թվականից առաջինն էր, որ տեղի ունեցավ այսպես ասած Ընդլայնված կազմով, այո։ Ինքնաթիռով, այլ նորմալ սահման անցնելով, ես շատ ուրախ եմ անկեղծ ասած, որ այս հանդիպումները, այս վերջի 3 հանդիպումները տեղի են ունենում անմիջապես 2 կողմի նախաձեռնությամբ, առանց միջնորդների։ Գիտեք, անկեղծ ասեմ, միշտ միջնորդների արկայությունը անկախ նրանց բարի ցանկություններից, անկախ նրանից, որ դրանք իսկապես հրաշալի անձնավորություն էին, քեզ մի տեսակ ստորադաս վիճակի մեջ էին դնում, հա։ Եկել է ամեն ինչ հասկացող կողմը եւ փորձում է այն 2 իրար հետ կռվող կամ վիճող կողմերին հաշտեցնել։ Կար այնպիսի տպավորություն, որ մենք ինքներս չենք գնահատում սեփական կարողությունները երկխոսության տեսակետից։ Եվ այդ տեսակետից այդ 20-20 հոգին, որ հանդիպեցին Ծաղկաձորում, կարծում եմ լավագույն օրինակներ, որտեղ մենք շոշափեցինք բոլոր թեմաները։ Բոլոր այն թեմաները։ Մի փոքր կբացեք փակագծերը, հասկանանք ինձ տրամադրությունները։ Մեր տրամադրությունները նույնն էին եւ թեմաները երևի նույնն էին, իհարկե կան հարցեր, որոնք հայկական կողմին են ավելի շատ հուզում, կան հարցեր, որոնք ադրբեջանական կողմին ուզում, կարևորը նպատակն էր, նպատակը խաղաղությունն է։ Եվ որպեսզի դրանք չլինեն պարզապես խոսքեր, նաև ճանապարհները դեպի այդ խաղաղության։ Այստեղ մի քանի գործոններ կան, եւ վստահություն, եւ անմիջական շփումներ, եւ ծրագրեր, որոնք կարող են միասին իրականացվել, եւ ընդհանուր խնդիրները կարող են լինել նաև ասենք թե կլիմայական, ջերի հետ կապված, առևտրի հետ կապված։ Նաև կային հարցեր, որոնք մեզ էին շատ հուզում, դա եւ պատանդների հարցն էր, որը բարձրացվեց եւ կարծում եմ շատ լավ քննարկվեց եւ մենք ասեցինք մեզ մտահոգող հարցերը։ Իրենց կողմից կային հարցեր, որոնք կապված էին ականների արկայությամբ, իրենք մի քանի անգամ բարձրացրել են այդ հարցը քարտեզների, բայց այստեղ ինձ տրվեց, ինձ թվում է շատ պրոֆեսիոնալ պատասխան, որ ոչ միայն մենք բոլոր քարտեզները, որ մեր մոտ կային տվել ենք, այլ նաև մարդիկ են զոհվում նաև այն ականների վրա, որոնք տեղադրված են եղել Ադրբեջանի կողմից, հենց նույն տարածքներում։ Ես կարծում եմ խոսակցությունը հիմնականում իհարկե պտտվում էր նրա մասին, որ ինչքանով այս խաղաղության գործընթացը կլինի ամուր, որտեղ բոլոր կողմերն էլ հոյակապ հասկանում են, որ այն խաղաղությունը, որը ամրապնդվում է միայն կառավարությունների մոտ եւ չի ամրապնդվում հասարակության եւ ժողովրդի մեջ, նա այնքան էլ ամուր չի լինի։ Իրենք էլ բարձրացնում են իրենց հուզող հարցը, դա նոր բան չի, դա սահմանադրության։ Այն ինչ քաղաքական մակարդակում են բարձրացվում։ Այո, այն ինչ որ քաղաքական մակարդակում են բարձրացնում եւ իրենց մեկնաբանությունն եմ ուզում պարզապես ասել, անկախ նրանից կիսում եմ թե չեմ կիսում։ Իրենք ուզում էին, իրենք բացատրում էին սահմանադրության իրենց պահանջը նրանով, որ իրենք ուզում են խաղաղություն կնքել հայ ժողովրդի հետ, այլ ոչ միայն կառավարության հետ, որտեղ կառավարությունը կարող է փոխվել, բայց եթե ժողովուրդը չի տալիս իր
չի հայտնում իր աջակցությունը խաղաղության, դա կարող է լինել եւ շատ կարճաժամկետ։ Բազմաթիվ հարցեր ենք քննարկում։ Իսկ ներողություն նրանց կարծիքով եթե սահմանադրությունը փոխվի, դա երաշխիք կլինի, որ խաղաղությունը հարատևե։ Դե գիտեք, երաշխիքի մասին էլ դա իրենց համար ապացույց կլինի, որ ժողովուրդն է ուզում խաղաղություն, ոչ թե միայն օրվա կառավարությունը։ Ինչ որտեղ հա, չնայած էլի խոսում էինք նրա մասին, որ այսօրվա օրով ելնելով նրանից, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, երաշխիքներ ընդհանրապես չկան։ Կարող են լինել նույնիսկ չկան կողմեր, որոնք կարող են երաշխավորել։ Եվ օրինակ էր բերվում, ասենք թե Ուկրաինան, որի տարածքային ամբողջականությունը երաշխավորում էին 3 երկիր, հա, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը եւ Ռուսաստանը ինքը առաջին ուրեմն խախտեց այդ համաձայնագիրը։ Ես կարծում եմ այս ամեն ինչի մեջ ավելի կարևոր է ոչ թե կոնկրետ արդյունքներին հասնել, որտեղ արդյունքներին հասնել մի քիչ դժվար է, վերջնական արդյունքներին, այլ ինքը process-ը, վերջը չմոռանանք, որ մենք 30 տարի պատերազմում էինք։ Անկախ նրանից կրակում էին, սահմանում չէին կրակում, մենք չունեինք խաղաղության պայմանագիր, մեր պայմանագիրը դա զինադադարն էր, դա նշանակում է, որ պատերազմը շարունակվում է։ Կա եւս մի շատ པարզ տրամաբանական բան, շատ ավելի հեշտ է սկսել պատերազմը, քան այն դադարեցնել, շատ ավելի հեշտ է սերմանել ատելությունը, քան այն վերացնել։ Սա ոչ միայն մեզ ու ադրբեջանցիներին է վերաբերում։ Սա ես չգիտեմ, նույնիսկ եթե վաղը ավարտվի Ռուսաստանի եւ Ուկրաինա պատերազմը, քանի ինչքան ժամանակ կպահանջվի, որ այդ երկրների մեջ, այդ ժողովուրդների մեջ ավելի շուտ վերականգնվի փոխադարձ վստահությունը եւ խոսքը չի գնում բարեկամության մասին, որտեղ շատ հաճախակի մենք ընկալում ենք իրավիճակը այսպես, հա, կամ թշնամանք, կամ բարեկամություն, կամ թշնամանք, կամ սեր։ Իրականում կարծում եմ ոչ։ Իրականում սա դժվար ճանապարհ է եւ կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ հանդիպումներին եւ փորձում են իրենց փոքրիկ լուման ներմուծել այդ գործի մեջ, ենթարկվելով հազար ու մի մեղադրանքների, ընդ որում տարբեր կողմերից, բոլոր դեպքերում գերադասում են այդ ամեն ինչ չտանել հանուն խաղաղության։ Պարոն Բաբայան, տեսեք անվստահության մթնոլորտի մասին խոսեցիք, որ երկուստեք կա եւ մեր կողմից եւ իրենց կողմից տարբեր հարցերի շուրջ։ Նույն այդ սահմանադրության փոփոխության պահանջը, որը նրանց մոտ կարող է իսկապես անվստահության որևէ հիմք տալ, որ եթե դիցուկ այս կառավարությունը ուզում է գնալ խաղաղության, չփոխվի սահմանադրությունը, թեև դա մեր ներքին գործն է, մեկ այլ կառավարություն կարող է գալ եւ որոշել, որ այնինչ կա, չի ուզում եւ այլ հարցեր է բարձրացում, դա իրենց մոտ անվստահություն է առաջացնում, բայց դա կառավարության մակարդակով չէ։ Արդյոք իրենց մոտ քաղաքասարակության մակարդակով, փորձագիտական դաշտում, հասարակ մարդկանց շրջանում իսկապես այդ անվստահությունը արմատավորված է հենց կոնկրետ սահմանադրության առումով։ Թե դա միայն կառավարական մակարդակում պատտվող անվստահություն է։ Կարծում շատ լավ հարց եք տալիս եւ կփորձեմ կիսվել սեփական տպավորություններով։ Ես ընդհանրապես չեմ կարծում, որ հասարակությունը միաբևեռ է եւ միանշանակ է վերաբերում բոլոր հարցերին։ Մենք հոյակապ դեպի գիտենք մեր հասարակության մեջ ինչքան տարբեր մոտեցումներ կան, չէ՞։ Կա եւ ցանկություն վստահության, ցանկություն խաղաղության, կա եւ անվստահություն, կա եւ թեզ, որ մենք մշտապես դատապարտված ենք լինել թշնամիներ։ Ես կարծեմ նման բան կա իրենց մոտ եւս իրենց հասարակության։ Բայց իմ կարծիքով քաոսչության ազդեցության տակ չեն ավելի, քան մեր հասարակությունն օրինակ։ Ես կարծում եմ իհարկե դուք ճիշտ եք, որտեվ ի տարբերություն մեզ այդ բոլոր տարիներին իրենց մոտ շատ ակտիվ քարոզություն էր գնում ատելության մեր հանդեպ։ Ես մեր մոտ դա չեմ տեսել պետական մակարդակով երբեք։ Ոչ 90-ական թվականներին է դա եղել, ոչ երբևիցե չի եղել։ Բայց եմ ասում, մենք շատ մեծ դեր ենք տալիս կառավարության ազդեցությանը։ Հասարակության ընկալումները, եկեք անկեղծ խոսենք, մոտավորապես նույնն են եղել մեզ մոտ։ Չնայած պետական քարոզություն չի եղել ատելության, բայց թշնամանք եղել է հասարակության մեջ որոշակի ձևով։
Եվ հասարակության ազդեցությունը, այո, ես կարծում ավելի կարևոր է, քան կառավարության որոշումները։ Այսինքն կարող է ազդել կառավարության որոշումների վրա, եթե հասարակական մակարդակում հնարավորություն լինի ավելի առաջ ընթանալ։ Առավել եւս Հայաստանում, որտեղ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է եւ հասարակության ընկալումները եւ սպասումները ավելի շատ են ազդում կառավարության վրա, քան միգուցե հակառակ կողմից, բայց նույնիսկ ոչ այդքան ժողովրդավարական երկիր լինելով հանդերձ, ասենք թե Ադրբեջանը, նա էլ չի կարող անտեսել ամբողջովին հասարակության սպասելիքները։ Համենայն դեպս եւ այս հանդիպմանը եւ ուրիշ հանդիպումներին, նախորդ հանդիպումներին, որ տեղի ունեցել, ցանկություն խաղաղ ապրել Հայաստանի հետ, դա իրենց հասարակության մեծամասնության ցանկությունն է իհարկե։ Հիմա ուրիշ հարց է, թե ինչպես կառուցել այդ խաղաղությունը, որտեղ կարելի է մի բան հռչակել, բայց կառուցելը շատ ավելի դժվար է։ Իրենք ո՞նց են պատկերացնում, քննարկեցիք դա արդյոք որոշակիորեն նույնական է մեր պատկերացումների հետ իրենց պատկերացումը, թե։ Շատ հարցերում այո, դա եւ բիզնեսն է, դա եւ առևտրական հարցեր են, դա եւ համագործակցություն է տարբեր հարցերի մեջ, որոնք կարող են օգնել դրան, դա նաև, այսպես ասեմ, մի քիչ ավելի շրջանակները լայն բացել, հարցը չկալել զուտ միայն որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, այլ նաև որպես ռեգիոնալ, որտեղ նաև իր ակտիվ մասնակցությունը կունենա Վրաստանը, գուցե ավելի են լայնել հարցերը, շրջանակները, որտեղ կմտնի եւ Իրանը, եւ Թուրքիան, եւ Ռուսաստանը, եւ միգուցե վաղը մյուս օր միջին ասիական երկրները, որտեղ բոլոր դեպքերում այդ երկաթգիծը, թրիպը, հա, նա նախատեսված չի միայն ուրեմն Ադրբեջան Նախիջևան ճանապարհ ստեղծելու համար եւ դրա հերատես իհարկե ակնկալիքները առավել եւս Միացյալ Նահանգների կողմից դա միջին Ասիան կապել Եվրոպայի հետ։ Այս եւս մեկ մարշրուտով, որտեղ նաեւ եվրոպացիներն են ասում, որ մենք բացարձակապես չենք ուզում, որ կապ ունենա միայն մեկ ուղի։ Սա ճիշտ մոտեցում է, մենք ինքներս գիտենք, թե ինչքան վնասակար է, երբ որ միայն մի ուղի է աշխատում եւ դու չունես դիֆերենցիացիա եւ չես կարողանում ժամանակին ճիշտ կողմնորոշվել եւ եթե մի ճանապարհը փակվում է, օգտագործել մյուս ճանապարհը կամ գոնե հավասար բաժանել այդ ամբողջ բեռնափոխադրումները։ Բազմաթիվ հարցեր կան։ Նաեւ կարծում եմ ամենայն դեպս ես կարծում եմ, որ կան նաեւ արտաքին վտանգներ անկախության վերաբերյալ։ Միգուցե եւ մեր երկրի, միգուցե եւ Ադրբեջանի, եւ միգուցե դրանք գալիս են մի կենտրոնից։ Ադրբեջանն էլ ունի նման մտավախություն։ Եվ ես կարծում եմ, եթե նման վախեր ունեն Լեհաստանը եւ Մերձբալթյան հանրապետությունները, ապա նախկին հանրապետությունները սովետական եւ Մոլդովան, եւ Ուկրաինան, եւ Հայաստանը, եւ Վրաստանը, եւ Ադրբեջանն էլ այդքան հանգիստ չի։ Այն ինչ որ կատարվում է այսօր ապացուցում է, որ որևէ մի երկիր չի կարող զգալ իրեն 100%-ով ապահովված։ Բերեմ հասարակ օրինակ, հա, նայեք, մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում նոր զինատեսակներ ժամանակակից, փորձում է ավելի արդիական դարձնել մեր բանակը։ Եվ հաճախակի Ադրբեջանից լսվում են հետևյալ մեղադրանքներ, հա, եթե դուք զինվում եք, ուրեմն պատրաստվում եք գործել։ Ուրեմն դուք պատրաստվում եք մեր հետ պատերազմի կամ ինչու եք դուք զինվում, եթե մենք գնում ենք դեպի խաղաղություն։ Բայց արդյոք երկրի անվտանգությունը կապված է մենակ մեկ կողմից սպառնալիքը փակելով։ Չէ, մեր երկրի անվտանգությունը դա մեր բոլոր սահմանների անվտանգությունն է։ Նաև բարեկամական երկրները, որտեղ ոչ ոք չգիտի վաղը ինչպես կդասավորվի իրավիճակը եւ Հայաստանը չպետք է ասենք թե պաշտպանված լինի մի կողմից, իսկ մյուս կողմից լինի անպաշտպան։ Կամ Հայաստանը չպետք է, եթե ընդունենք ամբողջովին վերանա Ադրբեջանի, ուրեմն վտանգը Ադրբեջանի կողմից, լրիվ զինաթափվի, այդպիսի բան չեն անում։ Երկիրը պաշտպանված է, երբ որ այն պաշտպանված է, ոչ թե երբ որ այն պաշտպանված է մի կողմից։
Պարոն Բաբայան, ասացիք, որ նաև գերիների մասին եք խոսել։ Ինչպիսին էին նրանց տեսակետները այս առումով։ Ես Ալիևի վերջին հայտարարությունը պիտի հիշեցնեմ, որ քաղաքական ղեկավարության մասին որևէ կերպ, որևէ բան տեղաշարժ չի լինելու, որևէ ներում չի լինելու։ Իրենք ինչ դիրքորոշում ունեին եւ արդյոք այս հանդիպումները հասարակական մակարդակում որոշակի փոփոխությունները դեպի դրական կողմը կարող են որոշակիորեն ազդեցություն ունենալ գերիների հարցի կարգավորման վրա։ Չեմ կարծում, որ իրենց հասարակությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ։ Ինձ փորձեմ բացատրել ինչ։ Որտեղ մենք բազմիցս բարձրացրեցինք գերիների հարցը եւ ասացինք, որ եթե խոսքը գնում է վստահության մասին, ապա լավագույն ձեր կողմից քայլերը այդ վստահությունը ամրապնդելու կլինի գերիներին ուրեմն վերադարձնելը։ Առավել եւս որ этап դա կատարվել է։ Սկզբից ասվել է ընդհանրապես ոչ ոք, հետո ասվել է նրանք ովքեր ուրեմն որոշակի գործողություններ են իրականացրել պատերազմի ժամանակ, հետո պարզվեց այդ տեսակ մարդիկ էլ կարող են վերադառնալ։ Ես կարծում եմ, որ գերիների հարցը բոլոր դեպքերում Ադրբեջանի համար նաև ճնշման գործիք է, Ադրբեջանի կառավարության համար։ Գիտեք, բայց ուզում եմ այստեղ մի բան ասել։ Մենք պետք է հոյակապ հասկանանք ինչ երկրի հետ գործ ունենք եւ ինչ երկրի ղեկավարի։ Չի կարելի Ալիևին ներկայացնել նույն պահանջներ, ինչ որ կարող է ներկայացնել, ասենք թե Մակրոնին։ Սա վերջ-վերջո արևելյան երկիր է եւ ինչպես ասում էր մի լավ ծանոթ ադրբեջանցին, նավթ արևելք եւ ժողովրդավարությունը մի երկրում չեն լինում։ Եթե Միացյալ Նահանգների նախագահն է հաշվի առնում ում հետ է նստում սեղանին բանակցելու եւ բարի դրացիական հարաբերություններ ունենալու, եթե դա նույնիսկ Սաուդյան Արաբիան է, հա, կամ ասենք թե Կատարը կամ Արաբական Էմիրատները, որոնք իհարկե ժողովրդավարության մեծագույն ջատագողները չեն։ Մենք պետք է հասկանանք, սթափ ընդունենք, որտեվ ուրիշ ղեկավար չի լինելու, այսօրվա ղեկավարը դա է։ Պետք է կարողանալ իր հետ աշխատել, ընդ որում աշխատել կարծում եմ բոլոր ուղղություններով, ինչպես կառավարության մակարդակով, որը արվում է, ինչպես տարբեր միջազգային կառույցների, այդ թվում նաև մեր մակարդակով հասարակության։ Բայց չէ՞ որ եթե խոսում ենք կողմերի միջև վստահության վերականգնման մասին, պարոն Բաբայան, եթե իրենց համար անվստահություն է դիցուկ մեր սահմանադրությունը, իհարկե չբերելով հարցը չնույնականացնելով իրենց եւ մեր կողմի անվստահության կետերին, մեր կողմից էլ անվստահություն կարող է իսկապես լինել նույն գերիների հարցը, ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկումներ տալով կամ նրանց դատավարություններն առհասարակ, արդյոք նրանց ընկալումներում չկար այնպիսի տեղաշարժ, որ սա էլ է վստահության կառուցման տարբերակներից մեկը։ Մենք համենայն մեր կողմից, այսինքն եթե դու իրենք ունեն անվստահություն մեր նկատմամբ ինչ-ինչ հարցերով դեռ գնահատման առարկա թող մնա, մեր կողմից էլ պիտի լինի վստահությունը իրենց, որ իրենք են ուզում խաղաղություն, չէ՞ որ մեզ մոտ հասարակական քաղաքական կյանքում շատ է քննարկվում այդ հարցը, այո, մենք որպես հասարակություն եւ կառավարություն ուզում ենք իրենց այդ հաշտություն եւ հարց են բարձրացնում, բայց իրենք ուզում են, թե չեն ուզում։ Շնորհակալություն հարցի համար, կարծում եմ շատ ճիշտ, պես ասած, սպեկտր որոշեցիք։ Մենք եւ բարձրացնեցինք այդ հարցը եւ մոտավորապես նույն ձևով այդ ձեր ասած խոսքերով հասցրեցինք։ Բայց կա այսպիսի մի բան. մենք չենք կարող արձանագրել, որ կա անվստահություն եւ կանգ առնել դրա վրա։ Մենք պետք է արձանագրենք, որ կա անվստահություն եւ անվստահության պատճառները, սրանք են եւ եկեք փորձենք դա հաղթահարել։ Որտեղ ամենահեշտ բանն է խոսել կամ վերջնագրերով, հա, չեք տալիս գերիներին մենք դերը չենք խոսում։ Ու մենք վատություն անում, իրականում։ Կամ իրենց կողմից չեք փոխում սահմանադրությունը, մենք կանգնացնում ենք, չեմ կարծում, որ կկանգնացնեն։ Ես հիմա չեմ ուզում լրիվ բոլոր մանրամասները բացել, բայց կարծում եմ նույնիսկ սահմանադրության փոփոխության պահանջը ասենք ասեմ իներցիայով գնացող հարց է, որը ժամանակին հնչեցվել է եւ հիմա կարծես թե դրանից հրաժարում ավելի մեծ բան է։ Հրաժարվել, հա, մի քիչ նաեւ դեմքի ուրեմն լավ նման ասած կա։ Պահպանությունը մի քիչ դժվարացնում է։ Բացարձակապես հեշտ գործ չէ։
Բայց ճանապարհով պետք է գնալ։ Առավել եւս որ կամուրջները այրված են եղել վերջնականորեն, հա, սկսած ուրեմն ռելսերի վերացումից։ Իզուր չէ, որ այս նախաձեռնությունը կոչվում է խաղաղության կամուրջ։ Այո, կամուրջները պետք է վերան։ Այրելը շատ հեշտ է։ Այրելը կարելի է պայթացնել 1 օրում, հա, կամուրջը, բայց կամուրջը 1 օրում չես կառուցի։ Մենք ունենք դժվար ճանապարհ անցնելու։ Մենք Հայաստանում ունենք տարբեր տեսակետներ, որոնց հանդեպ պետք է մոտենանք հարգանքով։ Անկախ նրանից, ես համաձայն եմ այդ տեսակետին թե ոչ։ Եվ պետք է կարողանամ մեր հասարակության մեջ եւս ստեղծել կամուրջներ։ Եթե մենք այդ process-ը կարողանանք մեր մեջ ընկալել, մենք շատ ավելի հեշտ կամուրջներ կարողանանք ստեղծել նաեւ ուրիշների հետ։ Պարոն Բաբայան, Լեռնային Ղարաբաղի հարցը որևէ ձև քննարկել եք եւ իրենց դիրքորոշումն այս հարցի մասով ոնց էր։ Մենք դե ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Իրենց համար այս հարցը փակ է, թե ինչ որ մտահոգություններ կան նաեւ այս մասով։ Իրենք ինչքան ես հասկացա, ինչքան ես հետևում եմ, հասկանում եմ, փորձում են ամեն ինչ ներկայացնել հայելային ձևով։ Այդ դուք բարձրացնում եք Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձը, մենք բարձրացնում ենք 300,000 ուրեմն ադրբեջանցու վերադարձ։ Ես Բայց ներողություն պետական մակարդակով իրենք այդ ձեր ասացի մասով ինչ-ինչ քայլեր ձեռնարկում են, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասով նաև ֆինանսավորում են տալիս, բայց մենք արցախահայերի իրավունքների մասով հստակ որևէ կոնկրետ քայլեր այս պայդրությամբ անում ենք չկա։ Ֆինանսավորում ես այդքան էլ տեղյակ չեմ ինչ ձևաչափով է դա արվում, բայց կարծեմ նրանք փորձում են պահել այդ հարցը այդքան ժամանակ թեժ, ինչքան մեր մոտ է թեժ պահվում։ Իսկ հիմա կասեմ իմ կարծիքը, հա, եթե կարելի է։ Ես տեսնում եմ դա, եթե դա նույնիսկ իրականալի է, ոչ այդքան մոտիկ ապագայում։ Որտեւ գիտեք կարելի է ասել այ վերադառնան։ Վերադառնան ինչ կարգավիճակով։ Չէ որ ամբողջ պատմությունը Ղարաբաղյան շարժման կարգավիճակի հարցն է վերջ-վերջո։ Եվ հետո ես չեմ կարծում, որ սենց թղթի վրա հեշտ է գրել, հա, մարդիկ կտեղափոխվեն, կապրեն, մարդիկ այդքան շուտ չեն փոխում իրենց բնակավայրը, նույնիսկ եթե վերադառնում են իրենց հայրենիքը։ Շատ դժվար է գնում հիմա նույն Ադրբեջանում այն ուրեմն գրավյալ 7 տարածքի ուրեմն բնակեցում, ել չեմ ասում Ղարաբաղի մասին։ Ես պարզապես մի օրինակ բերեմ նոր տարվա օրերին, երբ որ Երևանում հա լավ ձյուն էր գալիս, մտա ադրբեջանական մի կայք ու տեսա լուսանկարներ Ստեփանակերտից, որտեղ ձյուն էր գալիս, մարդ չկար։ Հավատացեք, որ եթե գոնե մեկ մարդ լիներ, իրենք կնկարահանեին։ Այդքան հեշտ չի ասել գնա այնտեղ ապրի։ Չէ, մարդիկ արդեն սովորել են ուրիշ տեղ ապրել, մարդիկ անկախ նրանից, թե դա ինչ պետություն է, դա պետք է լինի, չգիտեմ, դա պետք է լինի ստալինյան սովետական միություն, որ զորով մերցնես մարդկանց լցնես վագոններ ու ուղարկես այնտեղ ապրելու, դա այսօր շատ դժվար է անել։ Մենք հաճախակի, երբ որ խոսում ենք կառավարությունների որոշակի ծրագրերի մասին կամ հայտարարությունների, բացառում ենք մարդկային գործոնը։ Մարդը այդքան հեշտ չի ղեկավարվում, ինչպես դա թվում է։ Եվ պետք չի մտածել, որ այ մենք հեշտ չենք ղեկավարվում, իսկ իրանք հեշտ են ղեկավարվում։ Ոչ։ Վերջին հարցը, պարոն Բաբայան, երկու հասարակություններս էլ տեսել ենք պատերազմ, կորուստներ եւ նաեւ զոհեր։ Ինչ է նշանակում խաղաղությունը կամ ինչ կնշանակի խաղաղությունը այն ընտանիքների համար, ովքեր ունեցել են անդառնալի կորուստներ։ Դա կնշանակի, որ զոհերը իզուր չեն եղել։ Որտեւ եթե մենք շարունակենք ակննդակն, հա, սկզբունքով կլինեն նոր զոհեր, բազմաթիվ ընտանիքներ, ես ծանոթ եմ մարդկանց հետ, ովքեր կորցրել են իրենց երեխաներին, ընդ որում հրաշալի երեխաներ։ Եվ կարծում եմ, որ մենք առավել եւս իմ սերունդը հանցագործ ենք։ Մենք հանցագործ ենք, որ այդ երեխաների կյանքը կտրվել է։ Որ իրանք այսօր կյանք չեն վայելում, սեր չեն վայելում, ուրախություն չեն վայելում, իրանք չկան։ Եթե ժամանակին վերջակետ դնեիք։ Գոնե պետք էր զգուշացնել։ Ես ինձ ասել եմ մի քանի անգամ ձեր մոտ կկրկնեմ։
Երբ հարցնում են ով է մեղավոր եւ փորձում են դեպի իրար ուղղել, ես ասեմ ես եմ մեղավոր։ Ես Ռուբեն Բաբայանը շատ մեղավոր եմ, որտեվ ես տեսնում եմ ինչ է կատարվում։ Ես իհարկե խոսում եմ խաղաղության մասին, բայց երևի պետք է գոռայի, որտեվ ես տրամաբանական ավարտը ցավոք սրտի տեսնում եմ։ Եվ եթե դա ես չեմ արել, ես չեմ կարող ուրիշ տեղ հանցագործման գալ, ամենամեծ հանցագործը ես եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ռուբեն Բաբայանն էր, կհանդիպենք։